Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում էր։ Այդ ընթացքում Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ մի խումբ հայեր բողոքի ակցիա էին իրականացնում Փաշինյանի դեմ։ Նրանք հակասահմանադրական էին որակում Հայաստանի իշխանությունների կողմից որոշ հոգևորականների եւ Սամվել Կարապետյանի կալանավորումը։ Պահանջում էին, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը հեռու մնա Սուրբ Էջմիածնից։ Առաջին հայացքից թվում է, թե այդ մարդիկ անկեղծ մտածում են իրենց եկեղեցու եւ հավատքի մասին։ Բայց եթե խորը նայենք, ապա կհասկանանք, որ Մոսկվայում նման ակցիա կազմակերպել հնարավոր էր միայն մի դեպքում, եթե կա ներքին համաձայնություն Կարմիր հրապարակի տերերի հետ։ Հակառակ պարագայում ակցիայի մասնակիցները ծանր հետևանքներ կկրեին տեղի ուժայինների կողմից։ Սակայն խնդիրը միայն դրանում չէ։ Այդ նույն մարդիկ, որոնք այսօր պատրաստ են բարձրաձայն պաշտպանել Սուրբ Էջմիածինը, լռում էին, երբ Արցախում պայթեցվում էր Շուշիի Ղազանչեցոցը, երբ ավերվում էին Արցախի հայկական եկեղեցիները։ Այդ օրերին եւ դրանից հետո այս մարդկանցից ոչ մեկը չգնաց Ադրբեջանի դեսպանատան կամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ցույց անելու եւ չբարձրաձայնեց ձեռքերը թեռու Արցախի եկեղեցիներից։ Ոչ մեկ այն ժամանակ չէր հիշում Արցախի հայկական հոգեվոր ժառանգության մասին, դրանց նկատմամբ ռուսների պատասխանատվության մասին։ Չհիշեցին, քանի որ նրանց սրտացավությունը հրահանգով է։ Կա հրահանգ, կմտահոգվեն, չկա հրահանգ, կձևանան խուլու համար։ Եվ այստեղ է, որ ամբողջանում է այս տխուր պատկերը։ Հայ եկեղեցու պաշտպանության կամքը որոշ ուժերի մոտ կախված է ուրիշի կամքից եւ քաղաքական շահից։ Սուրբ Էջմիածինը մեր հավատքի եւ ինքնության խարիսխն է, բայց նույնն էին նաեւ Արցախի եկեղեցիները, որոնց կորստով մենք բոլորս ցավ էինք ապրում։ Ռուսաստանում բարձրաձայն Սուրբ Էջմիածինը պաշտպանելուց առաջ պետք է հիշել նաև Ղազանչեցոցը, Գանձասարը, Դադիվանքը եւ Ամալասը։ Նույն մոտեցումն է նաև գերիների հարցում, երբ ադրբեջանական բանտերում հայերը տանջվում էին, Մոսկվայի փողոցները լուռ էին։ Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույցեր չէին լինում, չէին հնչում կոչեր Ալիև վերադարձրու մեր գերիներին։ Ռուսաստանի պատասխանատու գերատեսչությունների մոտ նույնպես ցույցեր տեղի չէին ունենում, որոնց ընթացքում կոչ կարվեր Ռուսաստանին կատարել պարտավորությունները։ Սա արդեն բացահայտում է ամբողջ տխուր պատկերը։ Հայ եկեղեցին, հայ գերին, հայ մշակույթը ընդհանրապես քաղաքական գործիք են որոշ ուժերի համար, որոնք օգտագործվում են ըստ քաղաքական հրահանգների։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։